Ադրբեջանում մամուլն այսօր անդրադարձել է գլխավորապես Հնդկաստան-Պակիստան սրված հակամարտությանը, սակայն չի մոռացել մեզ, Հայաստանին ու հայերին։ Հոդվածներում միայն հյուսված են արտաքին քաղաքական ուղերձները եւ տեղական ազդակները Իրաքի դեսպանին ուղղված հիշեցումներից մինչեւ Պակիստանին հասցեագրված հայտարարություններ։ Ադրբեջանական ԱՌԲ24 լրատվական հեռուստաալիքի եթերում Հայաստանում ընդդիմության գործողություններին է անդրադարձել քաղաքական մեկնաբան Սահիլ Քերիմլին։ Նա նշել է, թե Հայաստանում իբրև թե ռևանշիստական դրամատրությունները ստվերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը եւ որ Փաշինյանի իշխանությունը պետք է սրա դեմն առնի, որպեսզի, ինչպես ինքն է նշում, ռևանշիստները Երևանի կենտրոնում հանգիստ իրենց գործը չանեն։ Քերիմլին կարծում է, որ փողոցային ընդդիմությունը Ադրբեջանի դեմ կրկին տարածքային պահանջներ է առաջադրում եւ սա Հայաստանի կառավարության կողմից պետք է խիստ դատապարտվի։ Մեկնաբանը կարծում է, որ փողոցային ընդդիմության գործունեությունն է ստվերել խաղաղության գործընթացը։ Նա չի նշում, որ պաշտոնական Բաքվի պայմանները գրեթե ամբողջությամբ ընդունվել են Հայաստանի կողմից։ Կառավարական շենքերի միջանցքներում բարեփոխվող սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղումը արդեն կմկմալով են նշում, իսկ Բաքուն դեռ մեղադրում է Հայաստանին։ Այս եւ այլ մեկնաբաններ պարզապես փորձում են ստեղծել մի իրականություն, որտեղ Հայաստանը չի կատարում Ալիևի պայմանները, սակայն իրադրությունը հողի վրա լրիվ այլ է։ Ադրբեջանում հայկական ընդդիմության թիրախավորումը շարունակվել է նաև խմբագրականների մակարդակում։ Ռեպորտ Ազ լրատվականում հիմնականում իրանական թեմաներով վերլուծություններ անող Քամիլ Մեմեդլին որոշել է անդրադառնալ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Նշել է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդդիմության եւ կառավարության միջև լարվածությունը մտնում է ավելի ու ավելի սրվող փուլ։ Մեմեդլին նշել է, որ նախկինների միջև արդեն գաղտնի հանդիպումներ եւ դաշինքներ են ձևավորվում եւ մշակում են տարբեր ծրագրեր վարչապետին տապալելու համար։ Այս նույն համատեքստում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Իրաքում է։ Նա իրաքցի պաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների մասին։ Անցնենք օկուպացված Արցախ։ Վերանորոգվում է Ստեփանակերտի մարզադաշտը, պատճառը ԱՊՀ երրորդ խաղերն են, որոնց ընթացքում սպորտաձևերից մեկի մրցումներն անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում եւ որին ցինիկաբար հրավիրել են նաեւ հայ մարզիկներին։ Մինչ բռնի հայաթափված Ստեփանակերտում ավանակներն են զբոսնում, շինարարները փորձում են ադրբեջանական դրոշով ներկել մարզադաշտը, որպեսզի եւս մեկ անգամ փորձեն համոզել, թե Ստեփանակերտը ադրբեջանական հող է։ Իրականությունը սակայն այլ բան է հուշում։ Այդ մասին մեզ անձայն պատմում են ճեմող ավանակները։ Ադրբեջանն ու Պակիստանը եղբայրական երկրներ են։ Ադրբեջանում Պակիստանի դեսպան Քասիմ Մոհիուդդինը այսպես է շնորհակալություն հայտնել Բաքվից հնչած հայտարարությանը, թե դատապարտում են Հնդկաստանի ռազմական հարձակումները։ Պակիստանը վերջին շրջանում ակտիվացրել է ռազմաքաղաքական կապերը Ադրբեջանի հետ, մատակարարելով ժամանակակից կործանիչներ եւ խորացնելով ռազմական համագործակցությունը։ Սա տեղի է ունենում Պակիստան-Հնդկաստան բազմամյա հակամարտության ֆոնին եւ այդ առումով դիտվում է ոչ միայն որպես երկկողմ գործարք, այլ նաև Հնդկաստանի ազդեցության հակակշիռ Կովկասում։ Միաժամանակ Հնդկաստանը որպես Պակիստանի ռազմավարական հակառակորդ արդեն 2 տարուց ավելի է զենք է մատակարարում Հայաստանին։ Սա զենքային դիվանագիտությունը Հարավային Ասիայից տեղափոխում է Հարավային Կովկաս, ձևավորելով հստակ բևեռներ։ Հարավային Կովկասը վերածվում է Հարավային Ասիայի ռազմական հակամարտության մեկ այլ ճակատի։ Պակիստանը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, աներկբա աջակցում է Ադրբեջանին, մինչդեռ Հնդկաստանը փորձում է ստեղծել հակակշիռ Հայաստանի միջոցով։ Այս նոր ռազմական դինամիկան լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Եթե ռազմական մատակարարումները շարունակվեն ու աճեն, ապա ցանկացած պայմանագիր կարող է դառնալ ոչ թե վստահության հիմք, այլ ընդհանրապես ռազմական դիրքերի վերախմբավորման դադար։ Սակայն մյուս կողմից ուժային հավասարակշռության ապահովումը կարող է նաև զսպող գործոն հանդիսանալ եւ կրճատել լայնամասշտաբ պատերազմի ռիսկը կողմերին դրդելով երկխոսության։ Հարցն այսուհետ այն է, թե արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սպասվող պայմանագիրը կդառնա իրական խաղաղության հիմք, թե պարզապես հերթական դադար նոր ռազմական մրցավազքի պայմաններում։ Դատապարտում են ռազմական հարձակումները, բայց րոպե շուտ վերլուծում են, թե ինչ ազդեցություն կունենա հակամարտության սրումը ոչ թե օրինակ զենքի փոխադրման կամ նման հարցերի, այլ զբոսաշրջության տեմպի վրա։ Ադրբեջանի զբոսաշրջության մասնագետների կազմակերպության նախագահ Ջեյհուն Աշուրովը կարծում է, թե քանի դեռ ռազմական դրություն չի հայտարարվել եւ սահմանները չեն փակվել, չի սպասվում, որ ստեղծված իրավիճակը լուրջ ազդեցություն կունենա ժամանող զբոսաշրջիկների թվի վրա։ Սակայն եթե լարվածությունը խորանա, ռազմական դրություն հայտարարվի եւ սահմանները փակվեն, դա կարող է լրջորեն նվազեցնել զբոսաշրջիկների հոսքը։